Բարի երեկո բոլորին։ Խնդրեմ ասեք, ոնց է լսվում ձայնս, ոնց է երևում նկարը, առհասարակ կապը ոնց է։ Մի փոքր սպասենք ու սկսենք մեր այսօրվա թեման։ Խոսենք քաղցկեղի մասին եւ խոսենք գլխացավերի մասին ըստ գերմանական նոր բժշկության։ Խնդրեմ գրեք ոնց է լսվում ձայնս։ Մեկ-երկու րոպե սպասենք, մի փոքր ավելանանք ու սկսենք։ Բարի երեկո բոլորին, խնդրեմ գրեք, լսվում է ձայնս, ամեն ինչ նորմալ է, կարող եմ խոսել, օգնեք ինձ այդ հարցում։ Լավ, երկար չձգձգենք, սկսենք մեր թեման։ Ուրեմն, ըստ գերմանական նոր բժշկության, մեր մարմնում ամեն ինչ սկսվում է շոկից։ Ցանկացած սիմպտոմ, ցանկացած ախտորոշում, ցանկացած հիվանդություն, բոլորիս հայտնի անպայման սկսվում է շոկից։ Ինչ է իրանից ենթադրում շոկը, իրավիճակ, որը անհատի համար այդ պահին դրամատիկ է, անսպասելի է ու այդ պահին անհատը գտնվում է իզոլացման մեջ, այսինքն իրեն զգում է միայնակ։ Եթե ունենք այս երկու կրիտերիան միասին, ուրեմն գրանցվում է շոկ։ Շոկի գրանցման պահից մարմնում գրանցվում են 4 տեսակի պրոցեսներ։ Առաջինը բջիջ պլյուս գործընթաց, բջիջ մինուս գործընթաց եւ սրան զուգահեռ կա հակառակ պրոցեսը ֆունկցիա պլյուս գործընթաց եւ ֆունկցիա մինուս գործընթաց։ Մենք քանի որ ընտրել ենք կոնկրետ թեմաներ, ձեր օգնությամբ քվեարկության միջոցով ընտրել ենք քաղցկեղը եւ գլխացավերը, եկեք խոսենք հենց առանձնակի իրենց մասին։ Քաղցկեղը ինքը հանդիսանում է բջիջ պլյուս գործընթաց։ Այսինքն կախված նրանից, թե որ օրգանում է մեկնարկում բիոլոգիական ծրագիրը, տվյալ օրգանում գնում է բջիջների ավելացում։ Տրամաբանությունը միանշանակ կա ու դա այն է, որ գնում է տվյալ օրգանի տեղային ուժեղացում։ Բարև բոլորին։ Ոնց հասկանանք, բերեք վերցնենք թոքերի օրինակը կամ չգիտեմ, եթե ունեք այս պահին հարազատ ով ունի այս խնդիրը, եկեք քննարկենք կոնկրետ իր դեպքը։ Մինչ այդ ես բերեմ հենց թոքերի օրինակը։ Ուրեմն մեր ցանկացած օրգան ունի կոնկրետ իր շոկի տեսակը, որին արձագանքում է ինքը։ Այսինքն, եթե ունենք թոքերի քաղցկեղ, ուրեմն ունեցել ենք որոշակի տեսակի կոնֆլիկտ։ Եթե ունենք, ասենք, օրինակ, ստամոքսի քաղցկեղ, ապա կոնֆլիկտը լրիվ այլ տեսակի է։ Եվ երբ որ մենք արդեն փաստացի գիտենք, որ օրգանում է մեկնարկել բիոլոգիական ծրագիրը, մենք հանգիստ կարող ենք ասել, ինչ տեսակի շոկ է ապրել տվյալ անհատը այդ ընթացքում։ Հիմա կարևորը նա է, որ մենք տարբերենք քաղցկեղ կարծրացած
մտածելակերպը իրականությունից։ Մենք սովորաբար այդ բառը արտասանելիս ասոցացնում ենք այդ ամեն ինչը շատ սարսափելի, շատ տհաճ, շատ անկախատեսելի վատ ելքով ինչ-որ երևույթի հետ։ Սակայն իրականում բնության մեջ եւ մարդու մոտ չկան ընթացող process-ներ, որոնք չունեն օգուտ եւ չունեն նպատակաուղղվածություն։ Հիմա կասեք, որն է քաղցկեղի նպատակաուղղվածությունը, եթե այն սպանում է մարդուն։ Իրականում քաղցկեղը չի սպանում։ Եթե ուսումնասիրեք ստատիստիկան, ձեր ծանոթների կամ առհասարակ բոլոր վայրերում գրանցված ստատիստիկան, ապա քաղցկեղից չեն մահանում միայն այն մարդիկ, որոնք չեն վախենում քաղցկեղից։ Այսինքն փաստացի մեզ բոլոր դեպքերում սպանում է վախը, ոչ թե քաղցկեղը։ Իսկ ինչի համար է մարդու մարմնում սկսվում քաղցկեղ։ Ասացի, բերեք քննարկենք հենց թոքերի օրինակը ու հենց դրանով էլ բացատրեմ ասածս, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Բարի երեկո բոլոր նոր միացածներին։ Քննարկում ենք քաղցկեղը եւ գլխացավերը։ Տեսեք, թոքերի համար բիոլոգիական կոնֆլիկտը հանդիսանում է մահվան վախը։ Ինչու հենց մահվան վախ, որովհետև մարդու մոտ առաջին ամենաարագը, ամենաառաջինը մահը վրա է հասնում թթվածնի պակասից, այսինքն թթվածնի քաղցից։ Մենք կարող ենք ապրել առանց ուտելիքի, չգիտեմ, ինչքան է 40 օր, 35 օր, մարդիկ կան շատ ավելի երկար, առանց ջրի կարող ենք ապրել 20, 25, 30 օր, բայց առանց թթվածնի մենք ունենք հաշված րոպեների կյանք։ Դրա համար, երբ որ մարդու մոտ արկա է մահվան վախ պայմանավորված որոշակի շոկով, ապա դրան անմիջապես արձագանքում են թոքերը։ Ինչ է տեղի ունենում, երբ որ մենք կոնֆլիկտի ակտիվ փուլում ենք, այսինքն ինչ է նշանակում կոնֆլիկտի ակտիվ փուլ, երբ որ մենք այս պահին ունենք այդ վախը ու չենք հաղթահարել դա, այդ շրջափուլը շոկի պահից մինչև այն պահը, երբ մենք չենք հաղթահարել դեռ մեր վախը, անվանում ենք կոնֆլիկտի ակտիվ փուլ։ Այս ընթացքում մեր վեգետատիվ նյարդային համակարգը ստանում է ազդակ, որ դու ունես թույլ թոքեր, քանի որ վախենում ես մահանալուց, հետևաբար արի օգնեմ քեզ, շատացնենք թոքերիդ ծավալը, ինչի հաշվին նոր բջիջներ արտադրելու, նոր բջիջներ ստեղծելու հաշվին։ Ու գնում է բջիջ պլյուս գործընթաց, այսինքն սկսվում է թոքերում ատիպիկ բջիջների շատացում։ Դրանք շատանում են ոչ թե նրա համար, որ սպանեն մեզ, այլ նրա համար, որ մենք հաղթահարենք մեր մոտ առկա բիոլոգիական կոնֆլիկտը։ Այսինքն ենթագիտակցորեն, եթե դու ունես մեծ թոքեր, դու կարող ես շնչել ավելի շատ, կլանել ավելի շատ թթվածին, հետևաբար կարող ես ապրել ավելի երկար։ Ու երբ որ մենք հաղթահարում ենք այդ վախը, ինչ է տեղի ունենում, սա պայմանական եմ ասում, կան մարդիկ, որոնք կոնֆլիկտի ակտիվ փուլում են մնում երկար տարիներ, նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում չգիտակցելով, չհասկանալով իրենց մարմնում ընթացող process-ները։ Երբ որ մարդը կամա հասկանալով կամ պատահական լուծարում այդ կոնֆլիկտը, այսինքն հասկանում է, որ իր կյանքին այլևս վտանգ չի սպառնում, դա գնում է մահվան վախի կոնֆլիկտի լուծարում, այսինքն վերջ, այդ վախը էլ չկա, իմ կյանքին վտանգ չի սպառնում։ Վեգետատիվ նյարդային համակարգը ստանում է ազդակ, որ այն բջիջները, որ ավելացել էին, այլևս չունեն իրենց բիոլոգիական իմաստը։ Իրանք արդեն անիմաստ են, որովհետև չունեն նպատակ, իրանք այն ինչի համար, որ իրենք ստեղծվել էին, այլևս այդ կարիքը չկա։ Այստեղ ինչ է տեղի ունենում, մեզ գալիս են օգնելու մեր օգնականները։ Դրանք մեր անաերոբներն են, այսինքն բակտերիաներ, որոնք աշխատում են անոթ միջավայրում։ Ինչ է տեղի ունենում, մեր թոքերում հավաքվում է ջուր, ինչի համար, որպեսզի ստեղծի անոթ միջավայր, որտեղ կարողանա աշխատել անաերոբը։ Եթե չհավաքվի հեղուկ, ապա այդ միջավայրում անաերոբները չեն կարող կատարել իրենց աշխատանքը։ Որն է անաերոբի ֆունկցիան, ասած մեր փոքրիկ այդ բակտերիաները, որն է իրանց ֆունկցիան, իրանք գալիս են, որպեսզի ուտեն այդ ավելացած բջիջները ու վերականգնեն մեր օրգանի նախնական բիոլոգիական տեսքը, քանի որ բիոլոգիական ծրագիրը մոտեցել է իր տրամաբանական ավարտին։ Հիմա պատկերը եկեք նայենք ավանդական բժշկության տեսակետից, երբ որ մարդու մոտ
արձանագրվում, ախտորոշվում է քաղցկեղ թոքերում ու նկատում են, որ հավաքվել է հեղուկ։ Ինչ են անում բժիշկները, ինչ է անում ավանդական բժշկությունը, կատարում են պունկցիա կամ եթե հեղուկը շատ չի, կատարում են դեղորայքային չորացում։ Մի խոսքով աշխատում են հակառակ բիոլոգիայի, հակառակ բնության, հակառակ մարդու, չորացնում են հեղուկը, հետևաբար սպանում են անաերոբներին ու մարդու վեգետատիվ նյարդային համակարգը ստանում է հաջորդ ազդակը, որ դու դեռ կոնֆլիկտի ակտիվ փուլում ես։ Այսինքն բժշկությունը արհեստական մարդուն տեղափոխում է կոնֆլիկտի ակտիվ փուլ, սպանելով, վերացնելով սիմպտոմը։ Բայց բիոլոգիական ծրագիրը մնում է կիսատ ու տեղափոխվում է մի փուլ առաջ, եթե մարդը հաղթարել հասել էր այս փուլին, որ ուղղակի հարկավոր էր առանց վախենալու դիմանալ այս process-ին, երբ որ հավաքվել է հեղուկ եւ անաերոբները ուտում են ավելացած բջիջները, տեղի է ունենում հակառակ process-ը, քաշում են հեղուկը, անաերոբները մահանում են ու սկսվում է նորից քաղցկեղի progress, այսինքն բջիջները ել ավելի շատ են շատանում, որպեսզի մարդը այն ծրագիրը, որ կարծես թե չի ավարտել, նորից ավարտի։ Ինչ է խորհուրդ տալիս այս պարագայում գերմանական նոր բժշկությունը, ուղղակի չխանգարել process-ին, գտնել կոնֆլիկտը անպայման, որովհետև եթե չգտնես կոնֆլիկտը, չհասկանաս ինչն է պատճառ հանդիսացել քո մոտ այդ բիոլոգիական ծրագրի մեկնարկին, միայն դիմանալով կամ միայն համբերելով բիոլոգիական ծրագիրը չեն կավարտի։ Պետք է հասկանալ, գիտակցել շոկը, բացառել դրա կրկնությունը մինչև մեր վերջնական առողջացում եւ դրանից հետո միայն ոնց որ դիմանալ այն սիմպտոմներին, որ մեզ մոտ առկա են։ Եթե ունեք օրինակներ հարազատների մոտ գրանցված կամ ծանոթների մոտ գրանցված քաղցկեղի օրինակներ, եկեք գրեք այդ օրինակները, բացատրենք, գտնենք կոնֆլիկտները ու դուք հասկացեք ինչքանով է սա ճիշտ աշխատում կամ ինչքանով ճիշտ ես կարողացա գտնեմ կոնկրետ այդ մարդու բիոլոգիական ծրագիրը, պատճառը, շոկը, կոնֆլիկտը, որը առաջ է բերել իր մոտ կոնկրետ քաղցկեղի առաջացում։ Այսինքն շատ հաճախ 90% դեպքերում, երբ որ ունենք որևէ օրգանում քաղցկեղ, մենք գնում ենք տվյալ օրգանի բիոլոգիական իմաստը, որն է այդ օրգանի ֆունկցիան, եթե ունենք քաղցկեղ, ուրեմն այդ պահին բնությանը, մեր ֆիզիոլոգիային նպատակահարմար է եղել իր բիոլոգիական ֆունկցիայի ուժեղացմանը եւ կոնֆլիկտն էլ գրեթե նույնն է լինում բնույթով, ինչ որ մեր օրգանի բիոլոգիական իմաստն է։ Իհարկե կա շատ նրբություններ, շատ հարցականներ, որոնք հասկանալու, օգնելու եւ ուղղորդելու համար հարկավոր է մասնագիտական կրթություն կամ խորհրդատվություն, բայց ամեն դեպքում նախնական մտածելակերպի փոփոխության համար մենք կարող ենք ուղղակի ձեզ հետ միասին վերլուծել որոշակի օրինակներ իրական կյանքից եւ այդ օրինակների շնորհիվ հասկանալ, որ ինչքան ճիշտ ու ստույգ է աշխատում այս մեխանիզմը։ Եթե ունեք օրինակներ քաղցկեղի, որ գրանցել եք, որ կուզեք քննարկենք, խնդրեմ գրեք, կսպասեմ, որ գրեք որոշ օրինակներ։ Հիմա ինչ վերաբերում է գլխացավերին։ Ես որ հիմա բացեմ քաղցկեղ թեման բոլոր օրգանների մասով, մեր ժամանակը չի հերիքի, դրա համար հույս ունեմ, որ կգրեք օրինակներ, օրինակների վրա կքննարկենք, որ շատ երկար չտևի ուղիղ եթերը։ Գլխացավերի պարագայում պատկերը հետևյալն է։ Երբ որ ունենք քրոնիկ գլխացավ, այն է այսպես բոլորիս հայտնի միգրեն, դա պայմանավորված է, իր իսկական տերմինը հետևյալն է, ֆրոնտալ վախ, այսինքն վախ ապագայի հանդեպ, երբ որ մարդ ապրում է ներկայում, բայց մշտապես գտնվում է ապագայում ու ունի նաև լիքը վախեր ապագայի հետ կապված, մշտական վախեր, որոնք էլի պայմանավորված են որոշակի շոկային իրավիճակներով։ Այս դեպքում մարդու մոտ գրանցվում են քրոնիկ գլխացավեր, որոնք էլ օֆիցիալ բժշկությունը ախտորոշում է որպես միգրեն։
Ինչը կարող է լինել գլխացավի պատճառ բացի վախը ապագայի հանդեպ այս ֆրոնտալ վախը, մենք նշեցինք, որ բոլորս մեր կյանքի ընթացքում ապրում ենք բազմաթիվ շոկեր եւ ունենում ենք բազմաթիվ շոկային իրավիճակներ։ Կոնֆլիկտի ակտիվ փուլից հետո նշեցինք, որ գալիս է կոնֆլիկտի լուծարում, այսինքն երբ մենք դուրս ենք գալիս ստրեսից եւ գնում ենք հետ ստրեսային փուլ։ Այն պահին, երբ որ մենք ապրում ենք շոկ, մեր գլխուղեղի համապատասխան բաժնում ձևավորվում ասենց օղակաձև համակարգ, որին անվանում ենք օջախ, որը շատ պարզ երևում է կատեի վրա, կատեի ժամանակ, կատե անելիս կարելի է տեսնել ուղեղի որ հատվածում կա օջախ եւ հետեւաբար հանգիստ տեսնել եւ հասկանալ, թե մարմնում որ օրգաններում այդ պահին ընթանում է բիոլոգիական ծրագիր։ Հիմա երբ որ տեղի է ունենում մեր ապրած շոկի լուծարում, այսինքն օրինակ ինչպիսի օրինակ բերենք, օրինակ կորցրել ենք անշարժ գույք բնակարան, ինչ-ինչ պատճառով, ասենք չենք կարողացել փակել հիպոթեկը եւ մենք կորցրել ենք այդ անշարժ գույքը եւ ինչ որ մի հատ հրաշքով իրավաբանի միջոցով, չգիտեմ, մեկ այլ միջոցներով մենք հետ ենք վերադարձնում մեր գույքը կամ կարողանում ենք ձեռք բերել մեկ այլ սեփականություն, մեկ այլ բնակարան։ Այս դեպքում մեզ մոտ առաջին անգամ գրանցված բնակարանի կորստի շոկը լուծարվում է, այսինքն լուծվում է, այսպես ասած։ Եվ ոնց բացատրեցի թոքերի պարագայում, երբ որ լուծարվում է, հավաքվում է հեղուկ այն բջիջների շուրջ, որոնք այլևս իմաստ չունեն։ Նույնն էլ տեղի է ունենում գլխուղեղում, այսինքն այդ օղակաձև համակարգը, որ կար, դրա շուրջ հավաքվում է հեղուկ, որպեսզի օգնի դրա լուծմանը, լուծարման, տարալուծմանը գլխուղեղում, որովհետև ըստ նրա, թե բիոլոգիական ծրագիրը որ փուլում է, կոնֆլիկտի ակտիվ փուլումը, լուծարված փուլումը, թե արդեն ավարտին է մոտենում, մեր օղակաձև համակարգը, մեր օջախը ունենում է տարբեր տեսք։ Եթե ինքը հարթ, պարզ երևացող օղակ է, ուրեմն մենք գտնվում ենք կոնֆլիկտի ակտիվ փուլում։ Եթե արդեն sense տարալուծված կամ հեղուկով հավաքված մասսա է, նշանակում է մենք արդեն գործ ունենք հաղթահարված կոնֆլիկտի հետ, եւ այս պարագայում, երբ որ հավաքվում է հեղուկ օգնելու, լուծելու, տարալուծելու մեր գլխուղեղում արկա օջախը, այդ պահին կարող է գրանցվի մեր մոտ գլխացավ, բայց ոչ քրոնիկ բնույթի, այլ ուղիղ այնքան, ինչքան որ տևելու է մեր օջախի, գլխուղեղում արկա օջախի տարալուծումը։ Սենց մի հատ հետևություն, որ ցանկացած պարագայում, եթե ունենք շոկ եւ կարողացել ենք լուծարել դա ուղեկցվելու է ոչ պարտադիր, բայց 90% դեպքերում այդպես է լինում։ Լուծարված կոնֆլիկտից հետո մեզ մոտ գրանցվում է գլխացավ։ Մի նրբություն էլ կա այս ամեն ինչի մեջ, երբ որ մենք գտնվում ենք կոնֆլիկտի ակտիվ փուլում, այսինքն պարզ լեզվով ասած, երբ որ մենք դեռ ստրեսի մեջ ենք, ակտիվ փուլում ենք, մեզ մոտ չկան որևէ տեսակի սիմպտոմներ։ Մենք չունենք ոչ գլխացավ, ոչ սրտխփոց, ոչ սրտխառնոց, ոչ ցավ, որովհետև ստրեսը, կոնֆլիկտը ակտիվ փուլում գտնվող մեզ անզգայացնում, ասենց ասած, որպեսզի կենտրոնանանք նրա վրա, որ արագ լուծարենք այդ կոնֆլիկտը, որովհետև ինչքան երկար գնում է մեր այդ ստրեսային վիճակը, այդքան էլ տևելու է այդ ստրեսից օրգանական, ֆիզիոլոգիական վերականգնումը։ Այդպես էլ չգրեցի քաղցկեղի օրինակներ, որ տեսել, հանդիպել կամ լսել էիք։ Թանրապես գերմանական նոր բժշկությունը օգնում է վերականգնվել առանց դեղորայքի, առանց բժշկական միջամտության, իհարկե մենք կարող ենք շատ մեծ հաջողությամբ կիրառել բժշկական դիագնոստիկան ժամանակակից, որը շատ դեպքերում շատ օգտակար է, շատ դեպքերում վնասում է, բայց կան դեպքեր, որտեղ առանց այդ մեր ժամանակակից դիագնոստիկայի մենք ուղղակի չենք կարող հասկանալ, թե ինչ process է գնում մեր մարմնում։ Օրինակ, երբ որ խոսքը վերաբերում է աչքերին, աչքերի դեպքում անպայման անհրաժեշտ է մասնագիտական ստույգ ախտորոշում, որպեսզի հասկանանք աչքի որ շերտն է վնասված, դա ինչ կոնֆլիկտի հետևանք է,
ինչ հոգեբանական շոկի հետևանք է եւ ոնց աշխատենք դրա ուղղությամբ։ Կամ օրինակ մարդը զգում է իր մարմնի որոշակի հատվածում ցավ, բայց չի կողմնորոշվում դա կոնկրետ որ օրգանի հետ է կապված խնդիրը։ Նմանատիպ դեպքերում մեզ շատ օգնում է ժամանակակից դիագնոստիկան եւ փառք Աստծո, որ մենք ունենք զարգացած դիագնոստիկա։ Բարի երեկո, նոր միացած մարդկանց, խոսեցինք քաղցկեղի մասին, խոսեցինք գլխացավերի մասին, եթե ունեք ձեր շրջապատում օրինակներ քաղցկեղի, խնդրեմ գրեք, արդեն կոնկրետ օրինակների վրա անենք վերլուծություն, գտնենք այդ մարդկանց կոնֆլիկտները, շոկերը, բացատրենք, որ քաղցկեղը, ինչու է քաղցկեղը ոչ բացարձակ վատ երևույթ չի, այլ հակառակը քաղցկեղը մեզ տանում է էվոլյուցիայի, քաղցկեղը մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Հասկանում եմ, որ նոր եք միացել միգուցե այն ինչ որ ասում եմ հիմա ձեզ համար մեղմ ասած տարօրինակ է հնչում, բայց ամեն դեպքում բերեք օրինակներ գրեք քաղցկեղի, որ հանդիպել եք, որտեվ էֆիրը պահպանելու եմ, չեմ ուզում անընդհատ նույն բանը կրկնեմ, էլի սկզբից խոսեցի դրա պատճառների, ինչու է առաջանում, որն է դրա իմաստը, ոնց են հաղթահարում։ Հիմա գրեք օրինակներ, կոնկրետ օրինակների վրա վերլուծենք, խոսենք։ Թեման քաղցկեղ եւ գլխացավեր։ Եթե ունեք այլ հուզող թեմա, որ զուգահեռ ուզում եք քննարկենք, խնդրեմ գրեք դա քննարկենք։ Քանի հավաքվել ենք։ Դիտարկում ենք ոչ ավանդական բժշկության ասպարեզից, այլ գնում ենք դեպի գերմանական նոր բժշկություն, որը լրիվ այլ աշխարհ, այլ հայացք եւ այլ իրականություն։ Բարի երեկո Անջան։ Անջան, խոսում ենք քաղցկեղի մասին։ Եթե շրջապատում լսել ես կամ հանդիպել ես դեպքեր քաղցկեղի, տեսակ գրիր, քննարկենք ինչի հավանականությունը որն է, որ կոնֆլիկտից առաջացել եւ ոնց կարելի է դա հաղթահարել։ Ընդհանրապես ես ասենց հետաքրքիր սովորություն ունեմ, որ ինչքան էլ մարդը ինքը զարգացած է, ոնց որ Homo sapiens-ը ինքը կենդանական աշխարհից առանձնանում է շատ բաներով, միևնույն է ինքը լիքը հարցերում կարիք ունի գնալ բնություն, հենց թոքերի քաղցկեղի մասին խոսել եմ Անջան, մի հատ էլ էսա կասեմ։ Գնալ բնություն, որովհետև այնտեղ կենդանական աշխարհում շատ process-ներ, շատ մարդկության համար շատ բարդ process-ներ ունեն շատ բարձ բացատրություն ու այնտեղ կենդանիները իրանք հանդիպել եք մի կենդանի, որ, չգիտեմ, ինքը հիվանդանոց է գնում, ինքը ինչ որ պատվաստումներ է ստանում, դեղորայք է օգտագործում, պրոֆիլակտիկ ստուգումների է գնում, իմունիտետի բարձրացման վրա է աշխատում, իհարկե չէ։ Մի դեպք, մի կնոջ մոտ ախտորոշել էին աչքի ուռուցք ու ասում էին, որ առաջին դեպքն է Հայաստանում, հա։ Ստեղ պետք է հասկանալ կոնկրետ աչքի որ շերտումը։ Եթե գնում է ուռուցք, այսինքն ինչ որ գոյացություն հաստացում, աչքը ինքը մի քիչ բարդ օրգան է, աչքը բազմաշերտ օրգան է, ինքը ունի եւ էկտոդերմալ շերտ, եւ էնդոդերմալ շերտ, եւ նոր մեզոդերմալ շերտ։ Մեր օրգաններից յուրաքանչյուրը ինքը ունի որոշակի պատկանելիություն, կախված իր էվոլյուցիոն ժամանակահատվածից, ինքը ձևավորվել է որոշակի նախածննդյան թերթիկից ու կախված նրանից, թե որ թերթիկից է ինքը ձևավորվել, այսինքն մեր նախածննդյան թերթիկները 3-ն են. էկտոդերմա, մեզոդերմա եւ էնդոդերմա։ Եվ ելնելով նրանից, թե այս թվարկվածներից էս որին է պատկանում օրգանը, մենք կարողանում ենք ասել, թե այդ օրգանը ոնց է արձագանքելու կոնկրետ կոնֆլիկտին, կարողանում ենք ասել կոնֆլիկտի տեսակը, որին կարձագանքի այդ օրգանը, եւ ողջ բիոլոգիական ծրագրի ընթացքը ոնց է ընթանալու։ Աչքի պարագայում, քանի որ ասեցի, որ այնտեղ կան մի քանի հյուսվածքներ, որոնք ունեն տարբեր շերտերի պատկանելիություն,
Հետևաբար իրենց մոտ կարող է եւ ընթանում է հենց այդպես, ասում էին դեմքին լրիվ ուռածեր, վերքերով սարսափելի։ Այսինքն աչքի շուրջ, հենց աչքը չէ, աչքի շուրջ եղած տարածքը։ Տեսեք, եթե խոսքը գնում է հենց ուռուցքի, այսինքն բջիջների ավելացման գործընթացի մասին, ապա մենք գործ ունենք անպայման էնդոդերմալ շերտի հետ, այսինքն մեր ամենահին նախածննդյան թերթիկն է։ Այստեղ գործում են կտորային կոնֆլիկտները։ Ոնց հասկանանք այս արտահայտությունը, այսինքն մեզ համար կտոր կարող է հանդիսանալ ցանկացած բան, որ մենք ուզում ենք ունենալ, դա կարող է լինել սնունդ, դա կարող է լինել ինչ-որ բան, որ մենք ուզում ենք տեսնել, դա կարող է լինել ինչ-որ բան, որին մենք ուզում ենք հասնել, ունենալ, մարդ, որ ուզում ենք ունենանք մեր կյանքում, այդ բոլորը սենց վերացականորեն անվանում ենք կտոր։ Ու այս շերտում կոնֆլիկտները կամ կտոր ունենալու մեջ են, կամ այդ կտորից ազատվելու։ Երկու տեսակի են։ Խնդրեմ նշես նաև աչ ու ձախը, որ աչքում էր գրանցված այդ քաղցկեղը։ Ըստ երևույթին, սենց ա եղել, ինչ-որ շոկային բան ա ինքը տեսել, հեսա աչքը, որ ասի իման, որ աչքն է աչ թե ձախ, կասենք, թե վերցնելու կոնֆլիկտ ա եղել, թե հակառակը այդ կտորից ազատվելու, որովհետև աչքի դեպքում դա աչքի բիոլոգիական իմաստը տեսնելն է, տեսողությունն է, ու կոնֆլիկտը պայմանավորված է վիզուալ կտորի հետ, կոնկրետ եթե գործ ունենք ոչ թե խոցավորման հետ, այսինքն երբ որ գնում է լորձաթաղանթի բջիջ մինուս, լորձաթաղանթը բարակում է, աչքը դառնում է գերզգայուն լույսի, քամու, չգիտեմ, ցանկացած արտաքին ազդակների նկատմամբ այլ գրանցվում է աչքի շերտում, որևէ շերտում հաստացում, նոր հյուսվածքի առաջացում, փառակալումը ինքը ուրիշ պրոցես է, բայց երբ որ տեղի ունենում հյուսվածքի առաջացում, ատիպիկ բջիջների աճ, ապա այստեղ անպայման գործ ունենք հենց վիզուալ կտորից կամ ազատվելու, եթե աչքի հետ գործ ունենք, ապա մենք ուզում ենք ստանալ ինչ-որ վիզուալ կտոր, տեսնել ինչ-որ մեկին, որը հանկարծակի գնացել է ու դա մեզ համար շոկային է եղել, չգիտեմ, վերջապես տեսնել ինչ-որ միջավայր, ինչ-որ իրավիճակ, կապ ունի անպայման վիզուալի հետ, ու պրոցեսը մեկնարկում է շոկի պահից անպայման, բայց սիմպտոմներ և ցավ, անհարմարություն, բոլոր տեսակի սիմպտոմներ ի հայտ են գալիս, երբ որ մարդ հասնում է իր ուզածին, այսինքն եթե ուզում էր տեսնել, օրինակ տեսել է։ Եվ ձախ աչքի պարագայում, եթե ինքը ուզում է ազատվել, այսինքն կյանքում կա շոկային դեպք, պայմանավորված ինչ-որ մեկով կամ ինչ-որ մի բանով, որ ինքը անընդհատ ձգտում է վիզուալ առումով դրանից ազատվել, այսինքն էլ չտեսնել, չեմ ուզում տեսնել դա իմ կյանքում, չեմ ուզում տեսնել այդ մարդուն իմ կյանքում, չեմ ուզում տեսնել այդ սենյակը կամ կարող է լինել ցանկացած բան, այսինքն գնում է ինդիվիդուալ քննարկում դեպքի, կոնֆլիկտի եւ փուլ մարդուն պիտի ուղեկցես կոնֆլիկտի ակտիվ փուլից դեպի լուծարում, լուծարումից դեպի մեր բիոլոգիական ծրագրի ավարտ։ Մի հետաքրքիր բան կա, երբ որ մարդ ապրում է անընդհատ միջավայրում, որտեղ կա տրեք, ինչ է տրեքը։ Տրեքը դա ցանկացած բան, որը կարող է հիշեցնել իրան իր շոկային դեպքը։ Մարդիկ, սենյակ, չգիտեմ, ձայներ, ուտելիք, հոտ, միջավայր, որ շոկի պահին եղել են մարդու մոտ։ Ու այդ մարդը եթե շարունակում է ապրել այդ միջավայրում, իր մոտ եթե նույնիսկ մենք լուծարում ենք կոնֆլիկտ, միևնույն է բիոլոգիական ծրագիրը ավարտին չի հասնում, ու այդ մարդը մշտապես երկար ժամանակ սենց տատանվում է, մեկ կոնֆլիկտի ակտիվ փուլում է, մեկ գնում է հետ կոնֆլիկտային փուլ, ու բիոլոգիական ծրագիրը անիմաստ երկար ձգվում է ու չի հասնում իր ավարտին։ Դրա համար էլ մեզ հայտնի եւ անհայտ հիվանդությունների 90%-ը ի վերջո դառնում են խրոնիկ, որովհետև մարդիկ չունեն գիտելիք ոնց լուծարեն իրենց բիոլոգիական կոնֆլիկտները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն, դեղորայքով եւ այլ միջոցներով դրանք հետ են նետվում նորից նախնական փուլ, փակվում է սիմպտոմը, բայց մնում է պատճառը, իսկ քանի որ կա պատճառ, վաղ թե ուշ այդ պատճառը նորից ի հայտաբերում են նույն սիմպտոմը, որ ժամանակավորապես միգուցե դեղորայքով հաջողվել է փակել։ Նույնն էլ վերաբերվում է քաղցկեղին, երբ որ խանգարում ենք բիոլոգիական ծրագրի ընթացքին
կատարում ենք բիոպսիաներ, որը հարձակում է մեր օրգանիզմի վրա, որը ինքը առանձին բիոլոգիական ծրագիր է, որին արձագանքում է առանձին շերտ։ Այս ամբողջը շատ հետաքրքիր գիտություն է, որ այս մասին խոսում ենք նաև մեր դասընթացի ընթացքում։ Աղջիկները ունեն արդեն լիքը հետաքրքիր ձեռքբերումներ, որոնք մասնակցում են դասընթացին։ Բայց եթե չկա հակում, չկա ցանկություն այս ամեն ինչի մեջ պրոֆեսիոնալ դառնալու, ուղղակի ուզում եք լուծել ձեր բիոլոգիական ծրագրերը, ձեր մարմնում արկա սիմպտոմները, կարելի է ուղղակի գրանցվել խորհրդատվության, ստանալ համապատասխան օգնություն եւ հեշտ ու հանգիստ, հարաբերականորեն հեշտ ու հանգիստ, որովհետեւ տեսեք, մասնագետը ինքը տալիս է ուղղություն, տալիս է խորհուրդ, տալիս է գործողությունների պլան, բայց թե որքանով դա ձեր մոտ կաշխատի եւ առաջ կգնա, կախված է ձեզանից, որովհետեւ գործող անձը ձեր կյանքում դուք եք, իրավիճակ փոխող անձը ձեր կյանքում դուք եք ու աշխատանքի ձեր բաժինը պիտի դուք անեք, որպեսզի գնա փոփոխություն։ Հրաշք տաբլետկաներ գոյություն չունեն։ Չկա տենց մի հատ դեղորայք, որը բուժում է կոնկրետ հիվանդություն, չկա տենց մի հատ թերապիա, չկա տենց մի հատ սարքավորում, այսինքն այդ բոլորը ուղղակի լավ բիզնեսներ են ու մարդկանց տալիս են ժամանակավոր թեթևություն նրա հաշվին, որ փակում են որոշակի սիմպտոմներ, մարդն իրեն լավ ազգում հարաբերականորեն, բայց որոշ ժամանակ անց վերադառնում է սիմպտոմը, եթե այդ բիոլոգիական ծրագիրը ավարտված չի։ Շատ մարդկանց մոտ պատահականորեն այդ ամեն ինչը տեղի ունենում, այսինքն իրանք չունենալով գիտելիք, չիմանալով այդ ամեն ինչը պատահական կերպով ավարտին են հասցում իրենց բիոլոգիական ծրագիրը, եթե իրենք ոնց որ այնպիսի մարդ են, ով հակում չունի ամեն, չգիտեմ, փոքր ու մեծ սիմպտոմի ժամանակ վազի դեղորայքի հետևից, այլ ինքը համբերատար սպասում է կամ իր կյանքում նենցա դեպքը դասավորվում, որ իրոք գնում է կոնֆլիկտի լուծարում եւ բիոլոգիական ծրագրի ավարտ, այս դեպքում նման մարդիկ հազվադեպ են հիվանդանում, իրանք ունենում են, ասած ճակերտավոր ասած պինդ իմունիտետ, դեղորայքից բավականին հեռու են մնում ու նման մարդիկ ավելի քիչ քրոնիկ հիվանդություններ են ունենում, քան մնացածները, որոնք սիստեմատիկ գնում են հետազոտությունների, սիստեմատիկ խմում են 2-3-1 տեսակի դեղորայք, արդեն ունեն մեկից ավել քրոնիկ հիվանդություններ, այսինքն այս ամեն ինչը հետաքրքիր կերպով սիստեմի կողմից ձգվում է, ոչ թե մարդկությունն է դրան գնացել։ Եթե նկատել եք երեխաները, իրանք քանի որ դեռ այդքան սիստեմի մարդիկ չեն, իրանք մաքուր են, իրանք շատ լավ զգում են, որ դեղորայքը դա այդքան էլ լավ բան չի։ Կա տենց երեխա, որ ինքը հաճույքով է դեղ խմում։ Ես չգիտեմ, չեմ հանդիպել մինչև այսօր։ Ինչն էլ որ խմում են մեծահասակի միջնորդությամբ, ստիպելով կամ խաբելով կամ համոզելով, բայց երեխեքը իրանք գիտեն իրանց առողջացման, վերականգնման ընթացքում իրանց ինչա պետք։ Քնել են ուզում, թույլ են, ուրեմն պիտի քնեն։ Այդ պահին ոչինչ անել չեն ուզում, ուրեմն այդպես պիտի անեն։ Այսինքն, եթե մենք չենք խանգարում, process-ը ընթանում է շատ նորմալ ու հասնում է իր տրամաբանական ավարտին։ Սա աշխատում է բոլորի դեպքում։ Հիմա ինչ վերաբերում է թոքերի քաղցկեղին, մի անգամ խոսել եմ, հիմա սենց ամփոփեմ, այսինքն այսնոր իմ պապիկը 91 տարեկան է ու 91 տարվա ընթացքում երբեք դեղ չի խմել ու միշտ ասում է մարդ ոնց կարա իրեն խափի ու դեղ խմի։ Իմաստուն մարդ է, իր ինչ խոսք կյանքի ընթացքում հասկացել է կարևորը, միգուցե ոչ թե հասկացել է, այլ չի մոռացել, որովհետև ինֆորմացիան մեր մեջ դրված է իծնեմ։ Մենք ծնված պահից գիտենք, որ դա մեր համար նորմալ չի, բայց սիստեմն հենց անում, որ դու դառնում ես ստաբիլ, սիստեմատիկ ապտեկայի հաճախորդ։ Ու դա մտնում է քո ենթագիտակցության մեջ, դա մտնում է քո առօրյայի մեջ ու ուզես չուզես դու գնում ես դրան, որովհետև քեզ այլընտրանք առաջարկող չկա։ Մեր բոլորի բախտը բերել է, որովհետև ունենք այսօր արդեն այլընտրանք, ի շնորհիվ մի հայտնի բժշկի, ով այս համակարգը ինքնուրույն ստեղծել է, հայտնաբերել է, ստեղծել է բժիշկի դեպ ոչ թե ինչ-որ ուրիշ մասնագետ, ով որ դեմ է գնացել բժշկության, չէ, նոր գերմանական նոր բժշկության հիմնադիրը, հայտնագործողը, այդ համակարգի ստեղծողը ինքը բժիշկ Ռիկի Գերտ Համերն է, ու շնորհակալ ենք իրան, իհարկե շատ շնորհակալ ենք, որովհետև ուղղակի հեղափոխություն է մարդկային գիտակցության մեջ ու մարդկային կյանքի մեջ։ Կարելի է
սենց կյանքը բաժանել երկու մասի, մինչև գերմանական նոր բժշկությունը եւ դրանից հետո։ Թոքերի քաղցկեղի դեպքում թոքերի մոտ բիոլոգիական կոնֆլիկտը մահվան վախն է։ Եկեք սենց հետաքրքիր պատմական դեպք քննարկենք այստեղ, եթե հիշում եք պատմությունից, այդ մասին շատ քիչ է խոսվել, բայց ամեն դեպքում խոսվել է։ Համաշխարհային պատերազմներից չգիտեմ որ մեկից հետո ինձ այդքան էլ չի ձգում պատմությունը, միշտ սենց այնքան որ ինձ ստիպելով եմ այդ ամեն ինչի մեջ մտնում։ Մի խոսքով համաշխարհային պատերազմներից մեկից հետո սկսվում է մասսայական տուբերկուլյոզի համաճարակ, այսինքն մարդիկ մասսայական սկսում են հիվանդանալ տուբերկուլյոզով։ Դե բնական է սկսում են բուժել, սրսկել եւ այլն, մարդիկ են լինում, որ իրանց նույնիսկ դեղորայք չի հասնում, որովհետեւ քանակը շատ մեծ է լինում։ Ոնց հասկանանք սա գերմանական նոր բժշկության տեսակետից, ուրեմն տուբերկուլյոզը ինքը թոքի քաղցկեղի վերականգնման փուլն է։ Տուբերկուլյոզի ցուպիկը ինքը բակտերիա է, որը աշխատում է օրգանում, ջրի հավաքման ժամանակ աշխատում է օրգանում եւ ուտում է ավելորդ բջիջները։ Ինչի պատերազմից հետո տուբերկուլյոզ։ Պատերազմի ժամանակ կարող եք հուշել մարդկանց մոտ ամենամեծ վախը ինչն է։ Երբ որ ընթանում է պատերազմ, այսինքն կոնֆլիկտը պատերազմի սկիզբն է, շոկը պատերազմի սկիզբն է, ընթանում է պատերազմ, այս ողջ ընթացքում ընթանում է կոնֆլիկտի ակտիվ փուլ, այսինքն կոնֆլիկտը ակտիվ է, պատերազմը ընթանում է։ Այս ընթացքում մարդկանց մոտ ապրես մահվան վախ։ Վախենում են մահանալուց մարդիկ։ Մեկը վախենում է իր սեփական կյանքի համար, մեկը վախենում է, չգիտեմ, որդու, ամուսնու, հարազատի, ով այդ պահին անմիջապես պատերազմական իրավիճակի մեջ է։ Մի խոսքով համատարած գնում է մահվան վախ։ Ու երբ որ լսում են այդ բաղձալի լուրը, այստեղ նաև կարձականքեն ականջները բացի թոքերից, սա մի քիչ ավելի խորը թեմա է, եկեք դրան հիմա չանդրադառնանք, լսում են, որ պատերազմը վերջացավ։ Всё, դա եղավ կոնֆլիկտի լուծարում։ Շոկը ունեինք, ընթացավ պատերազմ, հիմա վերջացավ։ Չկա վտանգ, չկա վախ, վերջ։ Всё, փրկվեցինք, ով գնաց, ով մնաց։ Հիմա այն մարդիկ, որոնք վախենում էին իրենց կյանքի համար, իրենց մոտ թոքերում գնում էր բազմակի բջիջ պլյուս գործընթաց, այսինքն վեգետատիվ նյարդային համակարգը թոքերում բազմաթիվ տեղերում ավելացնում էր բջիջներ, որպիսի դու կարողանաս ավելի շատ թթվածին կլանես, որ շուտ չմահանաս, որովհետև ամենաշուտ ու ամենաարագ մահը մարդու մոտ վրայի հասնում թթվածնի պակասից։ Մնացած բոլոր դեպքերում մարդը գոնե 1 ամիս ապրում է սննդի ջրի պակասի դեպքում, իսկ թթվածնի բացակայության դեպքում վեգետատիվը չգիտի պատերազմը ինչ է, վեգետատիվը չգիտի մեն մարդածին մնացած աղետներն ինչ են, իր համար կա ֆիզիոլոգիա, ֆիզիոլոգիան ամենաարագը մահանում է թթվածնի պակասից։ Վեգետատիվ նյարդային համակարգը ազդակ է ուղարկում թոքեր, որ ընկեր, դու ոնց որ լավ չես աշխատում, չունես բավարար ծավալ, այս մարդը վախենում է, որ ինքը պիտի մահանա։ Ես ու դու պիտի մեծացնենք քո ծավալը, որ դու ավելի շատ թթվածին վերցնես, որ այս մարդու մոտ հաղթահարենք այս բիոլոգիական ծրագիրը, ինքը չվախենա մահանալուց։ Թոքերում սկսվում է բջիջ պլյուս գործընթաց, ավելանում են բջիջներ, որ ավելացնեն թոքերի ֆունկցիան, մեծացնեն թոքերի ֆունկցիան։ Ու այս process-ը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ չի լուծարվում մեր կոնֆլիկտը։ Հենց լուծարվեց կոնֆլիկտը, ինչքան բջիջ որ ավելացել էին, ենթադրենք ավելացել էր 10 գրամ նոր մասը, նոր բջիջներ։ Այդ 10 գրամի շուրջ հավաքվում է, ասենք թե օրինակ 20 գրամ հեղուկ ջուր, որ տուբերկուլյոզի ցուպիկը, թոքերում աշխատում է տուբերկուլյոզի ցուպիկը, բակտերիա, որը գալիս է, որ այդ բջիջները, որ արդեն իմաստ չունեն, մարդը չի վախենում մահանալուց, всё, նորմալ է։ Գալիս են, որ այդ ավելացած ողջ մասան մաքրեն, որ թոքը հետ վերադառնա իր նախկին ֆիզիոլոգիական վիճակին։ Ու բժշկության մեջ գրանցվում է այդ ախտորոշումը, տուբերկուլյոզ։ Հեղուկ մարդը հաճախակի հազ ունի, ջերմության բարձրացում ունի, եթե չի ախտորոշվել նախքան այդ քաղցկեղը, ապա այս փուլում արձանագրվում է տուբերկուլյոզ ախտորոշումը։
Ու վետ վերադառնանք մեր օրինակին, պատերազմը վերջանում է, մարդկանց մոտ մասսայական գնում է թոքի քաղցկեղի առողջացման փուլ, հավաքում են հեղուկ, սկսում է անաերոբը աշխատել, տուբերկուլյոզի ցուպիկը սկսում է ուտել այդ ավելացած բջիջները, որ մարդիկ հասնեն իրենց բիոլոգիական ծրագրի ավարտին ու ունենան այն սկզբնական թոքը, որ մինչև պատերազմի սկիզբը ունեին։ Ոստեղ գնում է բազմաթիվ միջամտություններ, բազմաթիվ մանիպուլյացիաներ, հեղուկ են քաշում, պունկցիա են անում, դեղորայքով են այդ հեղուկը չորացնում ու խանգարում են անաերոբների աշխատանքի։ Պատկերացրեցիք սխեման։ Այդ բակտերիան, որ եկել էր, որ մեզ օգներ այդ բջիջները վերացներ, ինքը մահանում է, բջիջները մնում են, երբեմն նույնիսկ բազմանում են, որովհետև վեգետատիվը հիմա էլ ազդակ է ստանում, որ եղբայր սենց պրոցեսային մոտ նշանակում է, այս մարդը դեռ վախենում է մահանալուց, նորից գնում է ինքը կոնֆլիկտի ակտիվ փուլ, նորից շատանում են այդ բջիջները, քանի որ բիոլոգիական ծրագիրը չի ավարտել, ու ստեղ արդեն կարան ախտորոշեն կայծակնային քաղցկեղ թոքերի ու տան մարդուն եւս մեկ շոկ, որ ընկեր դու իրոք մահանալու ես շուտով։ Ու սա արդեն անդառնալի պրոցես է, որովհետև կրկնակի մահվան վախից շատ քչերն են դուրս գալիս, շատ քչերն են կարողանում դա հաղթահարել հենց վախից, ոչ թե պրոցեսից։ Պրոցեսը ինքը չի սպանում։ Ինչքան էլ բարդ լինի պրոցեսը, վախը միակ որոշիչ գործոնը ստեղ վախն է, որ մարդու մոտ ձևավորվում է վախ, մեկ կյանքի հանդեպ, մեկ այդ ախտորոշման հանդեպ, որ իրան դնում են, հետո երբ որ մարդ սկսում է վախենալ սիմպտոմից, ասենք ունենք գլխացավ, ունենք ատամնացավ, ունենք ականջացավ, ունենք թոքերում ինչ-որ պրոցես, շնչառքելություն, ու մենք սկսում ենք վախենալ, որ վայ, ես ինչ է տեղի ունենում, սիմպտոմը, որ դիմանալու էր, կարելի էր դրա հետ նույնիսկ լվացք անել, հատակ մաքրել, 12 անգամ ուժեղանում է, եթե մենք վախենում ենք, ու դա արդեն դառնում է անտանելի։ Հեղուկը, որ թոքերում պիտի հավաքվեր, ասենք 10 գրամ, եթե մենք վախենում ենք պրոցեսից, հավաքվում է 110 գրամ, որը էլ ավելի ծանրացնում մեր վիճակը, մենք սկսում ենք էլ ավելի շատ խեղդվել, հազալ ու անբավարար քանակի թթվածին ստանալ։ Այսինքն քաղցկեղի պարագայում շատ կարևոր է սկզբից աշխատել վախի դեմ։ Հաղթահարում են քաղցկեղը այն հատուկ մարդիկ, որոնք չեն վախենում իրենց կյանքի համար կամ չեն վախենում այդ ախտորոշումից։ Մեկ էլ սենց հետաքրքիր ստատիստիկա կա, որ հանկարծակի սենց հրաշքի տեսքով հիանալի առողջացումներ տեղի ունենում են դեպքում, երբ որ մարդ համակերպվելով նրա հետ, որ պիտի մահանա, որոշում է տեղափոխվել, մեկուսանալ, գնալ, չգիտեմ, ակետում, իր վերջին օրերն ապրել, վայելել կամ որ հարազատներին ցավ չպատճառի, ինքը գնում է, այսինքն գնալով ինքը դրան զուգահեռ լուծարում է այդտեղ իր կյանքում եղած շոկերի մեծամասնությունը, բացառում է տրեքերը, այսինքն այն ամեն ինչը որ հիշեցնում էր իրեն շոկը, գնում է առանձին վայր, սկսում է կենտրոնանալ այդ մի քանի օրվա վայելքի վրա ու շատ հաճախ այդ մի քանի օրվա վայելքը դրանից հետո ձգվում է բազում տարիներ, քանի որ բիոլոգիական ծրագիրը հաջողությամբ ավարտվում է։ Ուրիշ օրինակներ, աղջիկներ ջան, քաղցկեղի։ Նույնիսկ հասարակ գրիպ, որ մեր մոտ մեկնարկի, որ մենք ունենանք սիմպտոմ, դրա համար պետք է էլի որոշակի շոկ։ Իհարկե իր ինտենսիվությամբ այդ շոկը շատ ավելի փոքրական քաղցկեղի պարագայում ստացած շոկը, բայց ամեն դեպքում ինքը հանդիսանում է շոկ։ Թեմաներ, հարցեր։ Որ կուզեք քննարկենք, միգուցե ձեզ մոտ առկա այս պահին սիմպտոմներ, որոնց պատճառը կուզեք իմանալ, որոնց շուրջ կուզեք աշխատել, որ կուզեք փորձեք այս գիտությունը ինչքանով աշխատում։ Իսկ որ հղիությունից անմիջապես հետո, ինչ է հղիությունից անմիջապես հետո ան։ Հղիությունը ինքը առանձին բիոլոգիական ծրագիր է, այսինքն երբ որ մեկնարկում է հղիությունը, ինքը օրգանիզմի համար շոկ է։ Դու քո մեջ ունես կյանք,
մեկնարկում է բիոլոգիական ծրագիր ու դրա լուծարումը լինում է բնականաբար ծննդաբերությունը։ Թոքերի քաղցկեղ։ Թե այլ տեսակի քաղցկեղի տեսակն է պետք հասկանալ։ Ամեն դեպքում էլի եղել է շոկ։ Արյան ինքն արժեզրկման կոնֆլիկտ է ստեղ, արյունը ինքը մեր նոր մեզոդերմալ շերտի օրգան է, այսպես չագերտավոր ասած օրգան, թե որովհետև մեր մասա ինքը օրգան համակարգ է։ Պատասխանատու է ինքն արժեզրկման կոնֆլիկտի համար, այսինքն երբ որ դու արժեզրկում ես, դու կամ ինչ-որ մեկը արժեզրկում է քո սեփական արյունը, ուղիղ իմաստով կամ հենց սենց արտահայտություն կա, չէ, որ ասում են, այդ ինչ արյունա քո արյունը, վատ իմաստով են ասում, ու դու քո մեջ, ստեղ բանալին այնա, որ կարևոր չի, թե դրսից ինչ գործոն կա, դու ինքդ քո մեջ համոզվում ես, դու ինքդ քո մեջ սկսում ես արժեզրկել քո սեփական արյունը ու արյան պարագայում կոնֆլիկտի ակտիվ փուլում գնում է բջիջ մինուս գործընթաց։ Միգուցե ենթադրում եմ, որ պտղի հետ էլ կա ինչ-որ խնդիր, զուգահեռ, որում մեղադրում են մամային, որի արդյունքում ինքը մեղադրում է։ Միգուցե ռեզուսի խնդիր, ռեզուս դրական բացասական, որի արդյունքում երեխան կարող է ունենա ինչ-որ խնդիրներ ու մաման գնում է մտքերով, որ այս ինչ վատ արյուն է իմ արյունը, որ ես իմ երեխային օրինակ չեմ կարողանալու կերակրել, որ ես իմ երեխային չեմ կարողանալու ինչ-որ բաներով ապահովելու, դա խնդիր է դառնալու, սա որպես տարբերակ միտք, որ կարող է իրոք տվյալ դեպքում հենց այդպես էլ եղել է։ Այսինքն արյան քաղցկեղի դեպքում անպայման է ինքնարժեզրկումը, հենց արյան ինքնարժեզրկումը։ Կոնֆլիկտի ակտիվ փուլում գնում է բջիջ մինուս գործընթաց, ի տարբերություն մեր էնդոդերմալի, որտեղ բջիջներ են ավելանում, նոր մեզոդերմալ շերտում գնում է բջիջ մինուս գործընթաց, այսինքն մենք կորցնում ենք մեր արյան գնդիկները, ինչի հաշվին գրանցվում է չակերտավոր ասած սպիտակ արյուն։ Ու երբ որ լուծարում ենք մեր կոնֆլիկտը, գնում է արդեն վերականգնման փուլ, թոքերի ներողություն արյան քաղցկեղ ասված է, ինքը խոսում է կոնֆլիկտի ակտիվ փուլի մասին, այսինքն այդ անհատը դեռևս շոկի, ստրեսի մեջ է, ինքը մտածում է, որ իր արյունը լավը չի։ Ու դրան նպաստել է ինչ-որ շոկային դեպք, անպայման։ Ի տարբերություն մնացած պարագաներում, երբ որ մեր սիմպտոմները ի հայտ են գալիս, ասենք կոնֆլիկտի լուծարումից հետո, ստրեսի ավարտից հետո մենք իմանում, որ մենք ունենք քաղցկեղ, եթե իհարկե պատահական դիագնոստիկա չենք արել։ Արյան դեպքում տենց չի, արյան դեպքում կոնֆլիկտի ակտիվ փուլում է այդ ախտորոշումը դրվում, որովհետև կոնֆլիկտի լուծարումից հետո արդեն այդ ախտորոշումը չի դրվի, կարող է դրվել օրինակ անեմիա կամ հեմոգլոբինի արտառոց ցածր մակարդակ այն պատճառով, որ կոնֆլիկտի լուծարումից հետո դեպի արյուն է մղվում էլի հեղուկ, որպեսզի աշխատեն համապատասխան մեր մանրեները, որպեսզի վերականգնվի մեր կորցրած արյան կարմիր գնդիկները, ու քանի որ ավելանում է հեղուկ, լուծում է դա իր մեջ արյունը եւ արյան բոլոր բաղադրիչները, այդ պահին եթե վերցնեն անալիզ, ապա արյունը այդ պահին աղքատ է, իր կոնցենտրացիան նոսր է, այնտեղ հեմոգլոբինն էլ է քիչ, արյան տոկոսն էլ է ցածր, մի խոսքով բոլոր ցուցանիշները ցածր են լինելու մինչեւ մեր բիոլոգիական ծրագրի ավարտը, որ մեր հետ կոնֆլիկտային փուլում հեղուկը կատարում է իր գործը, այնուհետև հեռանում է օրգանիզմից, քրտինքի, մեզի եւ մնացած լիմֆատիկ համակարգի միջոցով։ Իսկ որ ասում են, եթե մամայի արյունը բացասական է, երեխուն դրական, անպայման ինչ-որ տեղ են սրսկում, որ կարանա կերակրի, իրոք կա ռեզուս կոնֆլիկտ ասվածը։ Ես համաձայն չեմ դրա հետ, բնության մեջ չկա որևիցե կոնֆլիկտ մոր եւ երեխայի մեջ, բնության մեջ ոչ մեկ չի որոշում եղնիկի ռեզուսը, որպեսզի ինքը կերակրի իր ձագին, բնության մեջ ոչ մեկ չի որոշում կովի ռեսուսը, որպեսզի այդ կովը կերակրի իր ձագին, այնպես որ սենց
ինքը շատ բարդ թեմա է երևում, բայց ինքը շատ պրիմիտիվ է։ Ոնց կարող է մայրը, ով կյանք է տալիս իր երեխային, զրկվի այդ կյանքը կյանքին, սենց ասած, առաջ գնալու հնարավորություն տալով։ Պատկերացրեք, այդ կինը 21-րդ դարում չի, ասենք 15-րդ դարում է, որտեղ չկան խառնուրդներ, մարդիկ չեն երևակայել, որ իրանց երեխուն կարան կովի կաթ տան, ինչը որ շատ սխալ երևույթ է, շատ սխալ, ավելի սխալ, քան կատնախառնուրդ տալը։ Ինչ այդ երեխեն մահանա, ինչա թե բժիշկը ասելա, որ դու բացասական ռեզուս ունես։ Դրանով ուղղակի կոնֆլիկտ են ստեղծում են նոր շոկ, որի արդյունքում իհարկե կարող է process-ներ ընթանա եւ մոր մոտ եւ երեխայի մոտ, բայց եթե այդ կոնֆլիկտը չի ստեղծվել, մայրը հանգիստ է, ինքը չի վախենում, որ իր կաթը կարող է վտանգի իր երեխայի ինչ որ ֆիզիոլոգիական process, վնասակար է, վտանգավոր է, այդ դեպքում խնդիր չի լինի։ Բայց եթե նա հավատում է, լսում է բժշկին ու հավատում է, որ ինքը կարող է իրոք իր երեխային վնասել, հավանական է, որ կընթանան որոշակի process-ներ, որոնք կհաստատեն բժիշկների ասածները, բայց դրանց դեմ էլ կա պայքարելու տարբերակ։ Ամեն դեպքում ցանկացած շոկ մեկնարկում է process։ Իսկ արտահայտություններ, որոնք հնչում են հիվանդանոցում, դրանց 99.9% պատրաստի շոկեր են ու աշխատում են հենց այդ գործիքակազմով, որ մարդուն պահի տակ դնում են այդպես շոկային վիճակի մեջ, վեգետատիվ նյարդային համակարգը շոկի մեջ է, ոչ մի ձև չի կարող արձագանքել, մեկնարկում է բիոլոգիական ծրագիր, կախված նրանից, թե այդ շոկը ինչ բնույթի է, օրգանիզմում ընթանում է process ու գնաց, սենց մի հատ կինո, ընդամենը մի նախադասության պատճառով։ Քեզ էլ են ասել, բայց դու չես խորացել ու կերակրել ես, ճիշտ է։ Ունես երկու շատ սիրուն, շատ ավես, շատ հրաշք բալիկներ, որոնց մաման չի վնասել իր կաթով։ Ինքան абսուրդ բաներ կան։ Ուրիշ հարցեր, ժողովուրդ ջան։ Լավա որ չես խորացել, հա, իրոք լավա որ չես խորացել։ Իրականում գիտեք, որ մարդիկ են, որ իրանք հնարավորինս հազվադեպ են հիվանդանում կամ սիմպտոմներ ունենում։ Մեկ որ իրանք իրանց տեսակով պոֆիգիստ են, այսինքն, հա, հիմա ցավում է, հասկացանք։ Ցավը հեսա կանցնի։ Կամ են մարդիկ, որոնք մշտապես ստրեսի մեջ են, այսինքն իրանք իրանց սաղ կյանքում կոնֆլիկտի ակտիվ փուլում են։ Այս մարդիկ էլ իրանք սիմպտոմներ չեն ունենում, իրանք էլ շատ հազվադեպ են, սենց ասած սիմպտոմ ցույց տալիս ու այդ սիմպտոմով տառապում։ Ու մեկ էլ մահացած մարդիկ, թե չէ մնացած բոլոր մարդիկ իրենք մշտապես ունեն սիմպտոմներ, այդ սիմպտոմները պիտի հաղթահարեն։ Մարդը եթե ապրում է, ինքը միշտ իր կյանքում հանդիպում է որոշակի շոկերի։ Եթե կարողանում է հաղթահարել եւ ավարտին հասցնել մի բիոլոգիական ծրագիր, այսինքն կոնկրետ շոկ, օրինակ մահվան վախ, ես ունեցա թոքերի քաղցկեղ, դա հեշտությամբ լուծարեցի, ավարտեցի, երկրորդ անգամ ես չեմ կարող ունենալ թոքերի քաղցկեղ, որովհետեւ ես ապրել եմ այդ էվոլյուցիան։ Ես հաղթահարել եմ այդ ամեն ինչը։ Դա իմ համար ոնց որ անցած էտապ է։ Ես այդ խաղի այդ կյանքը ոնց որ անցել եմ։ Երբ որ դա չի ավարտվում բիոլոգիական ծրագիրը, ես անընդհատ կարող եմ մնալ այդ process-ի մեջ, անընդհատ մնալ, մինչև որ մի օր չդիմանամ, չհաղթահարեմ այդ process-ը։ Սա վերաբերում է բոլոր տեսակի սիմպտոմներին, հիվանդություններին, ախտորոշումներին։ Բոլոր տեսակի սիմպտոմների միակ բիոլոգիական իմաստը նա է, որպեսզի մարդը ապրի եւ ունենա ֆիզիոլոգիական էվոլյուցիա, հոգեբանական էվոլյուցիա եւ բնականաբար օրգանական էվոլյուցիա։ Այսինքն նախքան քո սիմպտոմը դու ավելի թույլ ես, քան քո սիմպտոմից հետո, ոչ թե հակառակը։ Ու մի հետաքրքիր բան է, երբ որ մենք կարողանում ենք մեր բիոլոգիական ծրագրերը ավարտին հասցնել, մեր գենում տեղի է ունենում ապակոդավորում։
Այսինքն այն համոզմունքը, որ ավանդական բժշկությունը ասում է, եթե դու օրինակ ունեցել ես թոքերի քաղցկեղ, հավանական է, որ քո երեխաները եւս կունենան դա ճիշտ է միայն մի դեպքում, երբ որ դու չես հաղթահարում այդ կոնֆլիկտը։ Երբ որ դու հաղթահարում ես այդ կոնֆլիկտը, քո գենոմում գնում է, ապա կոդավորում։ Ու քո երեխեքը արդեն всё, քեզանից հետո ողջ սերունդը, միայն ոչ դու, ողջ սերունդդ ապահովագրված է լինում թոքերի քաղցկեղից։ Եթե իհարկե քեզ թույլ են տալիս հաղթահարել քո բիոլոգիական ծրագիրը։ Հա, այդ ժամանակ երևի վեգետատիվը փակել է լսողությունս։ Ոչ թե վեգետատիվը դա փակել, քո համար դու չես համաձայնվել այդ մտքի հետ, քո համար դա ճիշտ չի եղել, դու ուղղակի լուրջ չես վերաբերվել, դու sense թենես լսել ես։ Եթե դա քո համար շոկային լիներ ու դու դրան լուրջ վերաբերվեիր ու սկսեիր չկերակրել քո երեխային, պրոցեսներ կգնար կրծքագեղձում, պրոցեսներ կգնար թոքերում, լիքը պրոցեսներ կգնային, որոնք ի վերջո ոչ մի լավ բանի չէին տանի։ Բայց փառք Աստծո, լուրջ չես վերաբերվել արտահայտությանը ու ամեն ինչ նորմալ է։ Բարի երեկո նոր միացած մարդկանց, քննարկում ենք քաղցկեղի թեման եւ գլխացավերի թեման։ Եթե ունեք օրինակներ, որ ուզում եք քննարկենք, վերլուծենք, խնդրեմ գրեք։ Կամ հարցեր ցանկացած սիմպտոմի մասին, որ ձեզ մոտ առկա են։ Քննարկում եւ վերլուծում են գերմանական նոր բժշկության տեսակետից։ Որպես կանոն այս կյանքում հաղթող են դուրս գալիս միայն անվախները։ Բոլոր առումներով։ Այն մարդը, ով ունի մաքսիմալ քիչ վախեր, իր համար, իր երեխաների համար, ապագայի համար, ներկայի համար, իրանք ուղղակի հզոր են։ Բոլոր մակարդակներում։ Իրանց համար անհաղթահարելի, անտանելի, անլուծելի ոչ մի բան չկա։ Իրանց ֆիզիոլոգիան էլ է իրանց պես անվախ։ Առասարակ բոլորիս մարմինը ինքը մենք այնքան խելացի մարմին ունենք, որ մարմինը երբեմն մեր փոխարեն լուծում է մեր կոնֆլիկտները ու մեզ տալիս է այդ ազդակը, մեզ տալիս է այդ նշանը, թե որ ուղղությամբ մենք պետք է աշխատենք ֆիզիկապես եւ հոգեբանորեն, որպեսզի արագ վերջանա այդ մեր մեկնարկած բիոլոգիական ծրագիրը։ Ու հիմա բոլոր համակարգերով համառ կերպով խլացվում է այդ մեր ներքին ականջը, որով մենք կարող ենք լսել մեր սեփական մարմինը։ Հիմա ունենք այդ հնարավորությունը, մի անգամ էլ կրկնեմ, որ գնում է այս պահին դասընթաց, որին կարող եք միանալ, ու որը հնարավորություն կտա կարդալ եւ ձեր մարմինը, եւ ձեր երեխաների մարմինը, եւ ձեր մտերիմների մարմինը։ Մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց հարցնեմ իմանամ, իսկ երբ օրինակ հղի ես ու ամեն օր դու մտածում ես ոնց կանեմ, կարող եմ թե չէ, ու այդ հարցերի վերաբերյալ երազներ ու խառը դեժավյուներ եմ տեսնում, ոնց լուծել։ Տագնապներ ան, որոնց պատճառների վրա կարելի է խորանալ։ Այսինքն դու ունես վախեր ու այդ վախերդ պիտի սենց կոնկրետացնես։ Այստեղ ասում ես ոնց կանեմ, գրի ինձ հիմա, ինչը ոնց կանես, ոնց կխնամես բալիկիդ, ոնց կաշխատես, կոնկրետ խնդիրները։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ այս տագնապները ունեն բոլոր մամաները։ Այդ տագնապները բնական են, որովհետև հատկապես առաջին բալիկի ժամանակ մենք ոտք ենք դնում սենց մի հատ մութ անտառ, որտեղ չունենք փորձառություն, որտեղ չունենք գիտելիքներ, որտեղ չունենք վստահություն, ունենք լիքը վախեր։ Վախերի դեմ աշխատանքը ինքը բավական հետաքրքիր հավես աշխատանք է, ու տանել կարելի է դրանց դեմ աշխատանք միայն հասկանալով վախը, սենց իրան նայելով։ Հիմա դու սենց վերացական ես ասում, ինձ պետք է, որ դու կոնկրետ քո վախը։ Վախենում եմ, որ չեմ հասցնի սա։ Վախենում եմ, որ չեմ կարողանա անի սա։ Վախենում եմ, որ գլուխ չեմ անի այս իրավիճակից։ Սրանք մի հատ կոնկրետ գրում ենք ու գտնում ենք դրանց լուծումները։ Ընդհանրապես կինը ինքը շատ հզոր մեխանիզմ է, շատ հզոր ֆիզիոլոգիա է ու այն, որ մենք թույլ էակներ ենք, թույլ սեռ ենք, այդ միֆ է։ Ցանկացած պարագայում, երբ որ կինը կանգնում է որոշակի խնդրի առաջ կամ որոշակի իրավիճակի առաջ, որ պահանջում է լուծում, ինքը իր
ներքին զգացողությամբ գտնում այդ լուծումները ու հարմարվում է։ Մենք շատ արագ անցնում ենք ադապտացիայի, նույնիսկ եթե մենք, չգիտեմ, ունենք 2 երեխա եւ սպասում ենք երրորդին, որը մեր համար կատաստրոֆիկ է թվում, ոնց մենք այս մեր խառը առօրյայի մեջ մի հատ էլ պետք է երրորդ մարդուն ներառենք, իրան ուշադրություն դարձնենք։ Գալիս է պահը ու կինը ոնց որ sense ապրում այդ տրանսֆորմացիան սկսվում է հենց այն պահից, երբ որ կինը հղի է։ Այդ տրանսֆորմացիան ավելի ուժեղ թափով շարունակվում է, երբ որ ինքը ունենում այդ բալիկին։ Իհարկե ես չեմ հանում այն մասը, որ մայրը պիտի ունենա գիտելիքներ, ինքը պիտի ունենա կրթվածություն հենց երեխա մեծացնել, տես ֆիզիոլոգիայի մասին պիտի ունենա գիտելիքներ։ Պիտի կարողանա հասկանա իր երեխայի մոտ ընթացող պրոցեսները առանց տագնապի, առանց վախերի, որովհետև մամայական վախերն ու տագնապները շատ հաճախ բարդացնում են երեխաների մոտ ընթացող լիքը պրոցեսներ։ Դրա համար ունենք ընտիր դասընթաց, ես ուղղակի չգիտեմ, թող գովազդ չհնչի, բայց տալիս է լիքը հարցերում վստահություն, լիքը հարցերում տալիս է ոնց որ sense ֆանարիկ, մթության մեջ նստած ես ու քեզ տալիս են ֆանարիկ, ասում են միացրու, վառի, տես ինչ կա այս սենյակում։ Այ գերմանական նոր բժշկությունը ու այն բոլոր տեխնիկաները, որ մատուցվում են այդ դասընթացի ընթացքում, այդ ֆանարիկն են մթության մեջ։ Կարամ լավ խնամել, կարամ լավ հասցնել եւ լավ մամա եւ կին լինել։ Սա քեզ համոզելու համար ես գրում, թե հիմա տենց ես մտածում։ Չհասկացա ինչի համար ես գրել։ Միանշանակ կարող ես, բայց դու սկզբից պիտի հոգ տանես քո սեփական մարմնի հոգեբանության, քո ներսի մասին, որովհետև եթե դու դա չանես, դու չես կարող այս քո նշածները անել։ Դու պիտի ունենաս էներգետիկ, հեսա խոսեմ այդ մասին։ Դու պիտի ունենաս էներգետիկ լիցքավորում, էներգետիկ բալանս, դու ունենաս էներգիա, որը կարողանաս տալ։ Դու պիտի ստանաս այդ էներգիան, գտնես քո էներգիայի աղբյուրները, անպայման, հատկապես հետ ծննդաբերական շրջանում, որը կնոջ համար ամենաբարձ շրջանն է, այն առումով, որ դու գնում ես կոնֆլիկտի լուծարման փուլ, քո մոտ ի հայտ են գալիս լիքը սիմպտոմներ, դու ունենում ես հոգեբանական հյուծվածություն, ֆիզիոլոգիական հյուծվածություն ու դրա հետ զուգահեռ դու նաև պատասխանատու ես մի հատ փոքր անպաշտպանիակի համար, դրան զուգահեռ դու նաև կենցաղ պիտի վարես, դրան զուգահեռ դու նաև կին ես, ով պիտի անձնական կյանքը ճիշտ դասավորի։ Այստեղ միայն քեզ կարող է օգնի քո էներգետիկ լիցքավորումը, այսինքն դու չպիտի մտածես միայն ես ոնց տամ, ես ոնց լինեմ լավ մամա, ես ոնց լինեմ լավ կին, ես ոնց լինեմ լավ կենցաղավարող, դու պիտի մտածես ես որտեղից գտնեմ ռեսուրս, որ կարողանամ այդ բաները անեմ։ Ռեսուրսի աղբյուրները այս պահից պիտի գտնես։ Ինչից ես դու հաճույք ստանում։ Ինչն է, որ դու կարող ես անընդհատ անել ու դրանից չհոգնել։ Այս բոլորը դու կարող ես գրել 40-ից 30 կետ, որից դու լիցքավորվում ես, որից դու հաճույք ես ստանում, որը քեզ տալիս է այդ բավարարվածության զգացողությունը։ Ու անկախ նրանից, ինչքան հագեցած, ինչքան ժամանակի առումով սուղ կլինի քո օրը, հատկապես հետ ծննդաբերական շրջանում, դու պիտի ժամանակ հատկացնես այդ քո նշած կետերին։ Ամեն օր մեկը պիտի անես։ Դու պիտի լիցքավորվես, դու պիտի ունենաս էներգիա, որ կարողանաս այդ էներգիան տաս։ Հակառակ դեպքում գնում է հոգեբանական այրում, գնում է շատ խորը դեպրեսիա, գնում է ապաթիա, կորում է կյանքի իմաստը, դու ոնց որ ստյուր դառնաս, որ անընդհատ sense նույն կլորակի մեջ վազում է ու քո համար անիմաստ է դառնում այդ ամեն ինչը, նույնիսկ քո սեփական երեխան, որից դու պիտի այդ բան հաճույք ստանաս, քո համար ոնց որ չարչարանք ու տանջանքի աղբյուր է թվում։ Դրա միակ մեղավորությունը պատճառը այնտեղ է, որ դու տալիս ես, անընդհատ տալիս ես ու չես վերցնում։ Չէ, այդ հարցերն եմ տալիս ինձ, կարող եմ լավ խնամել, կարող եմ լավ հասցնել, լավ մամա կին լինել։ Ինձ թվում է տվեցի քո հարցի պատասխանը, ոնց կարող ես դու այդ ամեն ինչը համատեղել, հասցնել ու չսպառվել այդ ամեն ինչի արդյունքում։
Ցուցակ ես գրում քո համար 30-40 կետից բաղկացած ու վերնագիրը սենց ես գրում, անպայման գրում ես, հեռախոսի մեջ չես հավաքում, գրիչ թուղթ ես վերցնում, միած սիրուն բլոկնոտի մեջ գրում ես բաներ, որից ես հաճույք եմ ստանում։ Հալիլս։ Ու մենակ գրելով չի, գրելուց հետո դու նաև պիտի օրվա մեջ ժամանակ հատկացնես դրան։ Շատ կարևոր է, որ օրը սկսենք ինքնախնամքով, անկախ նրանից, չգիտեմ, տանը թափ-թփված վիճակա, ինչ-որ բաներ այնպես չի, լույսը բացվեց, գնում ենք լոգարան, հոգում ենք մեր մնացած բնական կարիքները ու լվացվելուն զուգահեռ, ոնց է լվացվելը մեր բնական կարիքն է, որ մենք դա անում ենք։ Լվացվելուն զուգահեռ նաև մեզ բերում ենք այն տեսքին, որը պետքա, սենց, չգիտեմ, հայելու մոտով անցնելիս, պատուհանի մոտով անցնելիս արտացոլանքը տեսնելիս, մեզ չթերագնահատելու համար, մեզ չինքնարժեզրկելու համար, այսինքն քայլ, որ դու պիտի անես դա քո համար, դա սենց ոնց ես խնամում երեխուդ, չէ, ինքը տակդիրը փոխելու է, պիտի փոխես, լողացնելու է, պիտի լողացնես, դու պիտի քեզ էլ խնամես։ Այդ խնամքի արդյունքում, process-ի արդյունքում էլ ես դու լիցքավորվում, երբ որ տեսնում ես արտացոլանք մի կնոջ, որ այդպիսին ես ուզում տեսնել, ոչ թե թափ-թփված մազերով, անլվա, ինչ որտեղ անտրամադիր, ուռած աչքերով, գալիս է անքնություն իհարկե բնական, որովհետև դու պիտի արթնանաս երեխուն կերակրես, բայց դա չի նշանակում, որ դու անպայման պիտի ունենաս էներգետիկ սպառում։ Չէ, անքնության զուգահեռ, եթե դու օրվա ընթացքում ունես լիցքավորվելու տեղ, դու հանգիստ կարող ես գիշերը չքնել։ Այդ ընթացքում, որովհետև օրգանիզմը ինքը կնոջ օրգանիզմը ունի այդ մոբիլիզացվելու հատկությունը։ Եթե դու պահում ես էներգետիկ լիցքավորման բալանսդ, ցերեկը ասենց ասած քեզ զարյատկի ես դնում, թեկուզ 5, 10, 15 րոպե հատկացնում ես քո սեփական հաճույքին, դու կարող ես գիշերը հանգիստ երեխուդ խնամել ու դրանից չնեղվել, դրանից ապաթիայի, դեպրեսիայի մեջ չընկնել։ Ուրիշ հարցեր, աղջիկներ ջան։ Մտածում էի Жанինը աղիության մասին հարցեր տալիս։ Չունենք հարցեր էլ ժողովուրդ ջան։ Եթե չունենք, ամփոփենք, ես կպահպանեմ էֆիրը ու կաշխատեմ սենց էֆիրներ գոնե ամսվա կտրվածքով 1-2 անգամ անեմ, որովհետև դասընթացին զուգահեռ մի տեսակ չի ստացվում։ Մենք շաբաթը մի օր ունենում ենք ժամուկես 2 ժամանոց դասեր, իդեպ էման դասընթացի մասնակիցներից է, ու ոնց որ սենց գնացել ենք ամբողջությամբ այդ դասընթաց ու մոռացել, որ կարող ենք ստեղ գործնեություն ծավալել, էլի մարդկանց օգնել, տանել։ Ասենք բարի գիշեր, ոնց որ։ Հա, շատ լավ կլինի, որ շուտ ինչ անջան։ Այո, ու շատ գոհ եմ, շատ ուրախ եմ եմս, որ գիտելիքը ծառայում է ի օգուտ։ Հա, շուտ էֆիր անեմ, հա, անջան, ինչքան հասցնեմ, այդքան փորձում եմ արդեն ոնց որ մտել եմ տեմպի մեջ ու առաջ կտանեմ համ այստեղ, համ այնտեղ դասընթացին, որտեղ իմ առօրյան էլ ագին լարված է ու այս ժամերին սովորաբար այս վերջին 2-3 շաբաթը չեմ կարողանում արթուն մնամ, չգիտեմ ինչի, մոտել էլ այդ պահը մեկ-մեկ գալիս է։ Ու հիմա ոնց որ արդեն գնացել ենք բալանսի։ Իմ մոտ էֆիրներ ստացվում են միշտ սենց երեկոյան ժամերին, որտեվ 3 բալիկ էլի ես ունեմ, 3-ն էլ պիտի քնած լինեն, որ ես կարողանամ խոսեմ, կարողանամ օգուտ տամ, կենտրոնանամ ասելիքիս վրա։
Եթե հարցեր չունեք կապված գերմանական նոր բժշկության հետ, սիմպտոմների հետ, խնդիրների հետ, ապա այսօր այսքան։ Մի 2-3 րոպե սպասեմ տեսնեմ։ Հարցեր ունենք ու գնանք քնելու։ Մի վերջի կարևոր միտք ասեմ ու գնանք։ Ինչ է լինի կյանքում, ինչքան էլ դժվար իրավիճակ լինի, ինչքան էլ թվա, որ աշխարհի վերջն է, վստահեք ձեր մարմնին, վստահեք ձեր ուժերին, հավատացեք, որ դուք ունեք ամեն անհրաժեշտ բան այդ իրավիճակից դուրս գալու։ Ձեր օրգանիզմը ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները իր ներքին խնդիրները լուծելու համար։ Ձեր հոգեբանությունը ունի այն բոլոր ռեսուրսները ձեր հոգեբանական դժվարությունները հաղթահարելու համար։ Այս երկու գործիքները ձեզ ամեն կերպ տանում են զարգացման, ամեն կերպ տանում են աճի։ Ուղղակի պիտի վստահեք այդ ձեր ներքին ուժին, որ դուք ունեք, վստահեք ձեր ֆիզիոլոգիային, այս այնքան հետաքրքիր, այնքան խելացի, այնքան ամուր համակարգ ենք մենք, իդեալական, ուղղակի սենց աշխատում է ամեն ինչ, իդեալական, երբ որ դու այդ ամեն ինչին սկսում ես նայել հասկացող աչքերով։ Ոնց ենք մենք բացում գիրքը ու կարդում ու հասկանում տեղին չա գրված։ Մենք ունենք ինստրուկցիա մեր բոլոր տեխնիկաների մասով ու իրենց շատ լավ խնամում ենք ըստ այդ ինստրուկցիայի։ Մենք մոռանում ենք, որ մենք էլ ախր ունենք ինստրուկցիա ու դա շատ հետաքրքիր է ու ամենահետաքրքիրն է ու դա առաջին բանն է, որ մեզ հասկանալուց հետո պիտի ուսումնասիրենք մեր սեփական ինստրուկցիան, ոնց է աշխատում մեր մարմինը, ոնց է դա կապված մեր հոգեբանության հետ ու ոնց կարող ենք ինքներս մեզ տանել բնական էվոլյուցիայի աճի զարգացման առանց վախերի, առանց կասկածելու, առանց տագնապների ու մտածելու, որ մեր առողջությունը, մեր ֆիզիկական, հոգեբանական առողջությունը դա եսիմ ինչ բարդ process է ու դրանով անպայման պետք է զբաղվեն մասնագետները։ Հա, մասնագետները պիտի օգնեն որոշ հարցերում ուղղորդեն մեզ։ Ես ինքս լինելով գերմանական նոր բժշկության մասնագետ, այս պահին միակ դիպլոմավորված մասնագետը Հայաստանում, սենց հայտարարում եմ, որ ինչքան էլ ես լավ մասնագետ լինեմ, ինչքան էլ քեզ ցույց տամ ուղղությունը, ցույց տամ գործիքները, մատնացույց անեմ այդ գործիքները, որով դու պիտի գնաս դեպի էվոլյուցիա, դեպի հաղթարես քո մարմնում արկա սիմպտոմները, կլինի դա քաղցկեղ, կլինի դա գրիպ, ջերմություն, կլինի, չգիտեմ, խոց, ցանկացած խնդիր, որ պիտի հաղթահարես, ես ունեմ 50% պարտականություն, դու ունես 50% պարտականություն։ Ես հավասարազոր եմ քեզ, դու հավասարազոր ես ինձ։ Իմ գիտելիքը առանց քո գործողության իմաստ չունի, քո գործողությունը առանց գիտելիքի եւս իմաստ չունի, որովհետեւ երբեմն չիմացությունը որոշ հարցերում տանում է ավելի խորը հետևանքների, քան որ կա գիտելիք, կա պատկերացում, կա քարտեզ։ Դու գիտես արդեն ոնց է աշխատում քո մարմինը, դու պատկերացնում ես ոնց է աշխատում քո հոգեբանությունը։ Ու քո կյանքում ընթացող որոշ process-ներ, որոնք դեռ նոր են ընթացել կամ դեռ պիտի ընթանան, դու արդեն գիտես դրանց ոնց է արձագանքելու քո մարմինը, դու ինչ տեսակ սիմպտոմներ ես ունենալու ու ոնց անես, որ դա կարճ տևի։ Դու չես կարող բացառել դրանք, այսինքն դու չես կարող այնպես անել, որ քո մարմնում չլինեն սիմպտոմներ, բայց դու կարող ես այնպես անել, որ քո մարմնում արկա սիմպտոմները վերջանան շատ արագ ու դրանք այլևս չվերադառնան քեզ մոտ։ Հավատացեք ձեզ, հավատացեք ինձ, որպեսզի հավատը ամրապնդվի, կարող եք միանալ դասընթացին։ Հավատը ոչ թե իմ հանդեպ, այլ հավատ ինքներդ ձեր հանդեպ, որովհետև դա շատ կարևոր է։ Ու գնանք դեպի այդ կյանքին, որտեղ չկան վախեր, կա վստահություն, վստահություն միջավայրին, վստահություն մեզ, վստահություն մեր մարմնին ու ամեն ինչ այնքան թեթև հանգիստ ու ներդաշնակ ընթանում, որ մտածում ես ոնց եմ ես մինչև այսօր այս լարվածության մեջ ապրել, ոնց եմ մինչև այսօր այսքան վախեր սենց շալակած հետս տարել։ Ոնց ասում էր Տիգրան Կարապետյանը, սիրում եմ բոլորիդ։
Լավ եղեք, կաշխատեմ շուտ-շուտ միանալ, դեջում կլինի մշտական ակտիվություն, կլինեն հետաքրքիր հոլովակներ, կիսվեք ձեր էջերում, հավաքեք մարդկանց, որովհետև այն ինչ մենք այսօր անում ենք, ես ու իմ աղջիկների թիմը, որը որ հեսա արդեն սկսել այդ գործունեությունը, բարեկամներից է սկսել, բայց քիչ-քիչ ընդլայնում է, մենք փոխելու ենք իրականություն հենց մեր երկրում, մեր հայ կանանց կյանքում, մեր հայ երեխաների կյանքում, մնացածները թող ապրեն իրենց կյանքով, մեր նպատակը հարստանալը եւ, չգիտեմ, օլիգարխիան չեն, նպատակ ունենք իրոք փոխել կյանքի որակ, հատկապես մեր հայ մայրերի եւ հայ բալիկների կյանքում։ Լավ եղեք։ Բարի գիշեր բոլորին։